մեր ակցիաները բավականին մեծ արձագանք են ստացել, եւ սա շատ կարեւոր է, որ ի տարբերություն իշխանությունների լռության, միջազգային հանրությունը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են մեր հայրենակիցների համար եւ սպասում են նրանց վերադարձին, որ Հայաստանի Հանրապետությունը դա հայ ժողովուրդն է եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը։ Այս ընթացքում թեև կար որոշակի թերահավատություն, որ միջազգային հանրությունը առանց իշխանությունների գործողությունների հայ ժողովրդին ականջալուր չի լինի, սակայն մենք ականատես եղանք, որ այս ընթացքում միջազգային հանրությունը որոշակի քայլեր ձեռնարկեց, սկսած ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հայտարարությունից, որ պահանջում է գեյների անապահ ազատում, 2 օր առաջ Եվրոպական խորհրդարանում քննարկված եւ 3 ընդունված բանաձևը, որը պահանջում է գերիների ազատ արձակում, կոչ է անում պատժամիջոցներ սահմանել ադրբեջանյան պաշտոնյաների նկատմամբ, ովքեր ներգրաված են այս կեղծ դատավարությանը, կոչ է անում եւ պահանջում է Եվրամիության պաշտոնյաներին Բաքվում գտնվող այցելել գերիներին եւ դատավարությանը։ Այս ամենը հանրության, պահանջատիրության եւ պայքարի արդյունքում է, եւ սա շատ կարեւոր է արձանագրենք, որ միայն այս պայքարի արդյունքում է հնարավոր հասնել այդ խնդիրների կարգավորմանը եւ այսօրվա մեր ակցիան դրանցից մեկն է։ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ գտնվելով մենք ՄԱԿ-ի կառույցներից պահանջում ենք իրենց լիազորությունների շրջանակներում տեր կանգնեն իրենց ստանձնած պարտավորությունների եւ այցելեն Բաքվում գտնվող մեր հայրենակիցներին, նրանց առողջական վիճակի եւ բռնությունների վերաբերյալ հստակ գնահատական տալով եւ գործողություններ կիրառելով Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նաև ներկա գտնվեն կեղծ դատավարությանը, քանի որ ինչպես հայտնի այդ դատավարության վերաբերյալ մեր տեղեկատվությունը ստանում ենք բացառապես Ադրբեջանի պետական քարոզչամեքենայի միջոցով, չունենալով որևէ այլ տեղեկատվություն, թե ինչպես մեր գերիները, այնպես էլ վկաները ինչ ցուցմունքներ են տալիս, եւ Ադրբեջանը ցանկացած ինֆորմացիա կարող է հրապարակել, դրանով նաև ազդելով հանրության տրամադրությունների վրա։ Դրա համար շատ կարևոր է միջազգային հանրության ներկայությունը այդ կեղծ դատավարությանը, որպեսզի նաև առաջին հերթին իրենք հստակ ինֆորմացիա ստանան, որ այն մեղադրանքները, որոնք առաջադրվում են, որևէ աղերս չունեն իրականության հետ։ Այժմ խոսքը կտամ Սուզաննա Ավետիսյանին։